Բարև ձեզ։ Եկել եք Փաշինյանին աջակցելու։ Իհարկե այո։ Ինչու այսքան կանգնել։ Վախենում եք մոտ։ Ումից վախենամ։ Իհարկե չէ։ Այս որ վախենայի 20 տարով իմ երեխիս չի տա իրան։ Մենակ 3 հայ կնոջ վրա բղավում եք։ Չեք վախենում դա այնց է։ Իհարկե ոչ։ Հայկինը պիտի իրան հայ կնոջ նման պահեր։ Ինչ էր արել։ Ինչ էր արել, բորբռուն ճվճվում այն մարդն է Հայրենիքի մասին էլ չէ խոսում։ Կապ չունի հարգելիս։ Ես ընտրել եմ Փաշինյանին, կընտրեմ Փաշինյանին, ու միջև վերջել ընտրելու եմ Փաշինյանին։ Այսօր վաղը եւ վերջացավ։ Դա իմ իրավունքն է։ Իսկ վարչապետը ինչու էր բղավում իր վրա։ Լավ էր անում, շատ լավ էր անում։ Կինը թող իրան կնոջ նման պայ տղամարդը թույլ չտա ավելորդ բան։ Լավ ուրիշ հարց եմ տալիս, այսօր էլ Ազատ գյուղում զոհվածի պապիկն էր փորձում մոտենալ քաշքշելով տարան, այդ մասին բայց իրանք իրավունք չունեն շատ սխալ են վերաբերվում հայ ժողովրդի զավական։ Ղեկավար պետք է մասին խոսում է ժողովրդավարության նշանները։ Շատ սխալ է վերաբերվում մարդկանց մանավանդ են կնոջին, իրավունք չունի կնոջ քաշքշել։ Կորում է, ասում է սիրում եմ մարդկանց, դուք իրեն սիրում եք։ Անկեղծերը։ Բայց ինչի, օրինակ ասում եք կզացնելու եմ, իրավունք չունի մարդկանց կզացնելու, հələ իրեն իր ընտանիքին ասեն դուրը կգա։ ամբալներ, լակոտներ, իրավունք չունի, շատ սխալ վերաբերվում կա ցույց տալիս։ Բայց հիմա դուք եկել եք այն Չէ, պրոստը կանյութ նայում են։ Ոչինչ չունեք այն ասելու։ Իսկ հարևանները ինչ են խոսում։ Ոչ ոք ոչ մի բան չեն խոսա, կարծիքներ չեն արտահայտվում։ Լավ է նայում ձեր գյուղը։ Աշխատատեղեր, Ոչ մի բան չկա, հա, ոչ մի բան չկա, խնդրի վրա մի բայ։